Սիրելի հայրենագիցներ, սիրելի հավատագիցներ, բարև բոլորիդ։ Տերը օրհնե մեր բոլորիս այս հիանալի օրը ու այսօր կուզենայի ձեզի հետ կիսվեի մի հատ շատ կարևոր լուրջ թեմայով, որի վերնագիրն է Ինչու ես դու մենակ մնացել։ Սիրելիներ, աղոթենք, որպեսզի Տերը իմ միջիցս խոսա, որովհետև այս թեմայի վերնագիրը Տերն է տվել, որպեսզի Տերը խոսա իմ միջիցս ու դու ստանաս շատ հարցերի պատասխաններ, թե ինչն էր պատճառը, որ մնացիր մենակ։ Հայր, հիմա խոնարհվում ենք քո փառքիդ, գահիդ մեծյան դառաջ բերելով մեր սրտերը հանձնվում ենք քեզ ամբողջությամբ, Տեր ջան։ Կխնդրեմ ու կաղաչեմ, որպեսզի քո սուրբ հոգով առաջնորդես, որ այս հզոր թեման ներկայացնեմ քո սուրբ կամքիդ պես։ Իմ շրթունքներս դու բաց, բոլորիս հարցերին դու պատասխանե, Տեր ջան, ու օգտագործե ամեն մեկիս քո անունիդ համար, քո փառքիդ համար։ Փառք ես, Տերս։ Փառք ես, Հիսուսս։ Լցրու քո սուրբ իմաստությունով։ Օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար։ Թող քո կամքդ հայտնվի ամեն մեկիս կյանքում։ Մեր մեջ դիր հոժարություն, որպեսզի քո կամքդ կատարենք։ Քայլենք այնպես, որ քարչևդ շնորհք գտնենք, լինենք քեզ սպիտանի ու արժանի զավակներ։ Փառք քեզ, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից, ամեն։ Ուրեմն Աստված հենց սկզբից, երբ որ ստեղծեց Ադամին ու Եվային, ինչ սավ, լավ չէ, որ Ադամը մենակ լինի, նրան մի օգնական անեմ հարմար։ Եթե մենք այս խոսքերին ուշադրություն կդարձնենք, չսավ, Ադամ, ինչ եղկնիկ կուզես, որ քեզի բերեմ։ Ինքը երկնքում կխոսար, Ադամի հետ չէր խոսա։ Այսինքն Հիսուսն էր ընդեղ, հրեշտակներն էին ընդեղ, ու ինչ սավ Աստված։ Նայեց Ադամին, տեսավ Ադամի կարիքը ու Ադամի համար սավ։ Լավ չէ, որ Ադամը մենակ եղնի, նրան մի օգնական անեմ հարմար։ Մենք ստեղից կտեսնենք, որ Աստված որոշեց, որ Ադամը պետք է մենակ չեղներ։ Աստված որոշեց, որ իրան օգնական պետք է ներ հարմար։ Ու Ադամի կարծիքը չհարցրեց, կապույտ աչքերով կուզես, սև աչքերով կուզես, քեզնից մեծ կուզես, փոքր կուզես, նիհար կուզես, չաղ կուզես, չէ, սավ մի օգնական անեմ հարմար։ Այսինքն, ընտրությունը, կնոջ ընտրությունը Աստծունն էր, ու Աստված պետք է օգնական էներ հարմար։ Ու երբ որ Ադամին տվեց Եվային, Ադամը չսավ Եվան լավը չէ, էս ինչ տվեց իրենձի։ Ինքը տեսավ, որ իրան իրոք օգնական էր հարմար։ Դորից հետո Իսահակի համար ցույց տվեց օգնական հարմարը։ Բայց ոչ բոլորի կյանքերում Աստված ցույց կտա, թե իրան ով է օգնական հարմար։ Հռութին սկեսուրը առաջնորդեց, մտավ Բոսի ոտքերի տակ, ու Բոսը ինչ երավ։ Կիսուրը սավ, դու գնա մտի ոտքերի տակ, ինքը քեզի կսե ինչ պտենես։ Ստեղից է կտեսնենք, որ նաև Աստված կնոջ միջոցով է կհայտնե, թե ով է իրա կողակիցը։ Աստված կսե և կնոջը և տղամարդուն։ Կախված է այն բանից, թե ով է հնազանդության մեջ։ Հռութը մտավ Բոսի ոտքերի տակ։ Այն որ կսե, այ տղա, չես տեսնու, որ ես ստեղ եմ։ Եկավ աղջկա աշխատեր, չէր տեսնի։ Մտավ ոտքերի տակ, հասկ ծրավ, որ ես ստեղ եմ։ Ու ինչ երավ Բոսը, հասկացավ, որ ինքը պարտավոր է ամուսնանա իրա հետ ու առաջարկ երավ ամուսնության։ Ու իրանք ունեցան լավ ընտանիք, ինչի, որովհետև Հռութը լսեց սկեսրոջը ու օրենքի համաձայն, օրենքը ո՞րն էր, Տիրոջից տրված օրենքները, որ պիտի ինքը անամուսին չմնար, իրանք ցարազատներից, ազգականներից մեկը պիտի այդ պարտականությունը կատարեր։ Այսօր կիսուրը
փոխհարաբերական իմաստով բոլոր չամուսնացածների կամ կողակից չունեցողներին կհանդիսանա Սուրբ Հոգին։ Այ երբ որ կսե, եթե քու տարիքդ անցել է, ամուսնացի, բայց լավ կեղնի որ ամուսնանաս տիրոջով։ Ինչ կնշանակի տիրոջով ամուսնանալ։ Ուրեմն նախ ասեմ, ամուսնությունը տիրոջով կնշանակի որ Տերը պիտի ընտրե քեզի կողակից։ Ոչ թե դու պիտի ընտրես, այլ Տերը պիտի ընտրե։ Երբեմն Տերը վշվշասկը թե մենակ ես մնացել, քեզի մեկը պետք է, Աստված քեզի կբերե մեկին, ով որ կրնա քեզի կողակի ցեղնի, կսես չէ հարմար չէ, աշկերի գույնը թուրես չի կա, ես ազաբաղջիկ կուզեմ սի կնիկ է քան յադ երեխա ունի, կամ ես կնիկ կուզեմ քան երեխա ունեցող, ես երեխա չունիմ, ու տարբեր պատճառներ կբռնես, որ դու չամուսնանաս։ Ու հետո կմնաս մենակ։ Ինչի՞։ Որովհետև Աստված տեսավ քու կարիքդ, Աստված տվավ քու կեսիդ, դու չընտրեցիր։ Հիշենք Դերեկ Պրինսին, որ ինքը աշխարհով մեկ ճանաչված քարոզիչ է, Աստված իր միջոցով մեռելներել է հարություն տվել, մեծ բժշկություններ էր։ Ինքը սկզբից ամուսնացել է մորթային կնգա հետ, աղջիկ եղե թե կնիկ եղես, չգիտեմ, բայց ինքը 8 հատ աղջիկ է ունեցել, ոչ թե գրած։ Դերեկ Պրինսը սիրուն բոլորը տեսել եք շատ քարոզիչներ։ Ունեցել է 8 հատ, Դերեկ Պրինսը ներողություն ազատ տղա եղե, չամուսնացած տղա եղե։ Ինքը ամուսնացել է մեծ տարիքի աղջկա կամ կնոջ հետ, որը համ տեսքով որ կնայեք սիրուն չէ, համ Իժանից տարիքով մեծ է, համ է 8 հատ երեխա ունի, բայց Աստված իրան ցույց կուտա։ Իժան ու նաև երկուսով որ ջարդ կշփվին, ընթացքից երևար իրանք այդ տարբերությունը տարիքային նույնիսկ չեն զգա, կտեսնին համատեղություն, համատեղելիություն, կզգան որ առանց իրար չեն կրնա ապրին ու իրանք ունենան յուրահատուկ ընտանիք։ Եթե Դերեկ Պրինսը Աստծո ցույց տվածով չամուսնանար, ինքը կմնար մենակ։ Սիրելիս, դու գիտես ինչ ես այսօր մենակ, որովհետև Աստծո ընտրությունը արհամարել ես։ Քսես դեռ ժամանակը չէ, իմ ուզածս չէ, ես վախեցած եմ, ես ինչ որ ճամպա եմ անցել, որ կվախենամ նորից կյանքիս մեջ նորից նույնը կրկնվի, ու քեզի կթվա թե Աստված չունի քեզի պես անցած ճամպա, ու չիտե քո անցածը ճամպեն, ու քեզի սխալ ընտրության առաջ կկանգնցնե։ Ինչ կապ ունի թե քեզի Աստված ում ցույց կուտա, չէ՞ որ Աստված է քեզ ստեղծել ու Աստված լավ գիտե թե ով կրնայեղնի քեզի օգնական հարմար։ Այս հարցը չի վերաբերվի ամուսնությանը, նաև կվերաբերվի կյանքի ցանկացած ոլորտի հետ կապված։ Երբ որ Աստված քեզի կսե գնա, գնա։ Երբ որ Աստված քեզի կսե մնա, մնա։ Աստված ինչ որ կսե քեզի, էրա։ Հիշե, Աստված է քեզի ստեղծել, ոչ թե դու ես քեզի ստեղծել։ Ու երբ որ դու Աստծո սածով չես շարժվի, դու ամեն օր կկործնես ամեն ինչ։ Ամեն օր պարտադիր կկործնես ամեն ինչ։ Ու հիշե, ուրդեղ որ կանգնար, ուրդեղ որ Տիրոջը չլսեցիր, հենց այդտեղից Աստված քեզի կթողնի այնքան ժամանակ, մինչև Հովնանի նման չես էշտան Նինվե քաղաքը չես քարոզե։ Աստված չի համաձայնվի քեզի կետի փորից դուրս անե։ Այսինքն, ամեն կյանքի ցանկացած ոլորտի հետ կապված ամուսնության թեման ինչի է ես հենց սկզբից խոսացի ամուսնության հետ կապված, որովհետև ամենաառաջի կառույցը դիք ամուսնությունն էր, հետո նոր երեխեքը։ Այսօր մարդիկ երեխեքին առաջի տեղ կտնեն, իրանց կողակիցներին առաջի տեղ չեն տնե։ Բայց հիշեք, որ Աստված սկզբից երեխա չտվավ, կին տվեց տղամարդուն հարմար օգնական։ Այսօր շատերը իրանց կողակիցներին կտնեն երկրորդ տեղ, իրանց երեխեքին կտնեն առաջի տեղ ու արդյունքում կքանդվին շատ ընտանիքներ։ Այսօր մենք ինքներս կհամարվենք հարսը, Հիսուսի հարսը։ Այսօր մենք ինչ կտնենք մեր երեխեքին առաջի տեղ, մեր կողակիցներին երկրորդ տեղ հոգևոր ոլորտում։ Աստված քեզի կսե այս բանը էրա, դու Աստծո խոսքը կտնես այն կողմ, որովհետև դու կյանքի անցած փորձ ունիս ու կենեսեն ինչ որ դու կուզես ենես։
Ու արդեն Աստված հենց այդ պահից կդատարե քու փեսատ եղնելուց, որովհետև հարցը միշտ փեսային պիտի ենտագա եղնի։ Իսկ եթե դու քու փեսայիդ ենտագա չես, ուրեմն դու Հիսուսի հարցը չես։ Աստված ուրդեղ քեզի կտանին դեղ բդեշտաս։ Աստված քեզի ինչ կհակցնի, այդպես պիտի հակնիս։ Աստված ինչի մեջ որ կանջե քեզի, դու դոր մեջ բդեղնիս, որբիսի դու մենակ չմնաս։ Ինչ որ ֆիզիկական ոլորտում, երբ որ Աստված քեզի ընտրության հնարավորություն կուտա, կսես, չէ, ես չեմ ուզե, ես ազապ տղա եմ, մի ճղարնեմ երեխու մոր, կամ ազապ աղջիկ եմ, մի ճղարնեմ երեխի հոր։ Սպես բաներ շատ կենի։ Կամ երկու կողմը երեխեք ունին, մենք ինչ նշանվինք, որ երեխեք իրար հետ յոլա չեշտան։ Գիտեք, ամենազարմանալունը ինչն է, ժողովուրդ ջան։ Որ դու կտկան բանը հասկնաք, Աստված չի հասկնա։ Աստված չի հասկնա, որ դու երեխա ունիս, ինքն է երեխա ունի, կամ դու ազապ տղա ես, ինքդ կնիգե, մի խոսքով։ Աստված քենից լավ կհասկնա ու ինքը շատ լավ ամեն ինչը նաև դասավորելու ձևը գիտե, որ ամեն ինչ ըմպես է նոր լավ եղնի քեզի համար։ Ուղղակի ստեղ խնդիրը ինչի մեջ է, խնդիրը այն բանի մեջ որ դու չես սորվե հնազանդվիս Աստծուն, չես սորվե վստահել Աստծուն, որ հարի այսօր կմտածես որ դու Աստծուց շատ բան կհասկնաս, Աստծուց շատ բան գիտես ու հենց այդ պատճառով միշտ մենակ կմնաս, կտանջվիս ու Աստծուն էլ կմեղադրես։ Բայց ոչ քեզի, դիմացինին բոլորը մեղավոր են, դու մեղավոր չես։ Հոգևոր ոլորտում էլ է նույնը։ Աստված քեզ ինչ որ կսե դու չես ենե, հոգևոր ոլորտում է կմնաս մենակ։ Ինչի չես ենե։ Բոլոր ձեռքու դա ակսես Աստված քեզ էսիշ բանն է պատրաստել, դիտադիկ մի անգամից կվերցնես։ Բայց երբ որ Աստված կսե դու պիտի ենես էս բաները, ընձի համար դու դիկ արդեն չես լսե։ Ու այդ դեպքում Աստված կսե ինչ որ ցանես դիգե կհնձես։ Ով որ իր ականջը կսե գոցե իմ օրենքս լսելուց նրա աղոթքն անգամ պիղծ է։ Եթե դու եսօր Աստված քեզի բան կսե ու դու դիք չես լսե, կամ կսե սպասե դատար դուր ձեր հարաբերություններից, անօրինական հարաբերությունների մեջ մի մտի, առանց ԶԱԳՍ-ի մի ունեցի հարաբերություններ որևէ մեկի հետ ես չեմ օրհնետիկ դիվական է։ Դիք օրինական չէ, դիք օրհնված չէ, ու դու կսես, չէ, ինքնձի կսիրե, ես իրան կսիրեմ, չէ, սիրելիս, սիրելը ուրիշ է, շնություն կործելը ուրիշ է։ Եթե դիմացինը քու նկատմամբ լուրջ է տրամադրված ու քեզի կուզե կին վերցնե կամ որպես ամուսին եղնի քեզի, ինքը պարտադիր օրինական բոլոր քայլերը կենե ու առաջինը ցույց տալով որ իրա գլխին ինքը հաշվի կառնի օրենքով մտնելով ամուսնական դաշտ։ Սիրելիներ, ամենակարևորը մեր բանում չենք հասկնա, որ Աստված ծաղր չի եղնի։ Աստված սուրբ է ու մեզի կանչել է սուրբ եղնելու։ Կարևոր չէ թե դու ում հետ կամուսնանաս։ Երեխա մեջ կեղնի, երեխա հեշ կեղնի, կարևորն է որ Տիրոջով ընտրված եղնի։ Օրերգուստե սուրբ կյանքով ապրիք, օրերգուստե վերստին ծնված եղնիք։ Օրերգուստե խոնար եղնիք, ձեր սխալները միշտ ընդունող ու փոխվող եղնիք ու ամենակարևորը սիրեք միշտ հանդիմանությունը։ Այսինքն է կարևոր։ Ու այդ դեպքում, երբ որ դու կլսես Աստծուն, դու երբեք մենակ չես եղնի։ Իսկ երբ որ չես լսե Աստծուն, կսե քանի որ Աստծուն չուզեցին իրանց գիտության մեջ պահեն, հիմի կարդամ այդ խոսքերը ու քննարկենք։